երեխա, դպրոց, ծնող։ Այս եռանկյան մասին խոսելիս ծնողներին ակամա երկու խմբի ես բաժանում։ Ծնողներ, ովքեր գրեթե ապրում են դպրոցականի կյանքով, պայքարում են երեխայի գնահատականների համար ու գիտեն ամեն բան դպրոցի անցուդարձից, եւ ծնողներ, ովքեր մեղմ ասած անտեղյակ են իրենց երեխաների դպրոցական կյանքից։ Այս երկուսի մեջտեղում է մեր այսօրվա հայտնի հայրմայրիկը։ Դպրոցինը դպրոցին, բայց երեխան պետք է մանկություն ունենա։ Այսպիսի կարգախոսով է առաջնորդվում հեռուստառադիո հաղորդավար եւ երկու որդիների հմայիչ մայրիկ Լուսինե Բադալյանը։ Լուսինե, Սամվել եւ Միքայել։ Այս հմայիչ եռյակը մի քանի րոպե առաջ է վերադարձել դպրոցից։ Սամվելի դասարանում ծնողական ժողով էր։ Հիմա էլ որոշել են մի փոքր հանգստանալ, որից հետո միայն կանցնեն Սամվելի դասերը պատրաստելուն։ Աշխատանքի միանգամից երկու վայրերում զբաղված մայրիկի համար պետք է որ բավական բարդ լինի օրն այնպես կազմակերպել, որպեսզի ամեն բան իր տեղում լինի ու չտուժի։ Ի տարբերություն իր մայրիկի, ով ամեն բան պլանավորում էր նախապես ու հստակ ռեժիմ էր սահմանել երեխաների համար, Լուսինեն խիստ ռեժիմի կողմնակիցներից չէ, բայց գտել է երեխաների եւ իր օրը խելամիտ օգտագործելու եղանակներ։ Ինձ սկզբում շատ էին մեղադրում, որ ես այդ ռեժիմ չեմ պահպանում, որ ես խիստ չեմ երեխաների հետ, որ մի քանի տարի հետո ինքս եմ զղջալու, քանի որ չեմ կարողանալու նրանց կարգի հրավիրել, բայց դասարակությունը շատ կարևոր նշանակություն ունի երեխայի կյանքում, բայց ոչ պակաս նշանակություն ունեն գեները իհարկե, ու այն ամենը բնավորության գծերը, որ ժառանգաբար անցնում են, ես վստահ եմ, որ ես ինքս շատ պատասխանատու մարդ եմ, վստահ եմ, որ այդ ամեն ինչը պատասխանատվությունը գոնե ինձանից հաստատ ժառանգելու են եւ անպատասխանատու մարդ էլ չկա ընթացքում ում գեները կարելի է ժառանգել, վստահ եմ, որ կընկնի ամեն ինչ իր հունի մեջ ու այդպես էլ եղավ։ Այնքան հետաքրքիր է հիմա փառք Աստծո, որ այդպես եղավ, կարող էր եւ այդպես էլ չլինել, բայց նույնիսկ այդ դպրոց գնալուց, երբ ավակ որդուս արթնացնում էի սկզբում անդադ մամ լավ էլի 5 րոպե էլ քնեմ, մամ լավ էլի մի քիչ էլ քնեմ, ես գնում էի սայան նայամ, գալիս էի նորից էի արթնացնում։ Հիմա ինքը ես դեռ չդիպչած, նա գիտի, որ ինքը պիտի դպրոցից չուշանա, արդեն էլ ես չեմ ստիպում, ոչ ջղայնանում եմ, ոչ ինչ-որ բան եմ խոստանում, սկզբում ամեն ինչ խոստանալով եւ այլն։ Հիմա չէ, ամեն ինչ ունի մեջ է, իսկ այս փոքրիկը հենց այդպես պարտաճանած ծնվել է։ Եթե ինքը առավոտյան պիտի արթնանա շուտ, որ ժամին էլ քնի, ինքը արթնացել է, վերջ։ Մի փոքր մուլտֆիլմ դիտելուց ու ճաշելուց հետո Սամվելը սկսում է տնային հանձնարարությունները կատարել։ Միքայելն, ով դեռ փոքր է դպրոցի համար, եղբորից հետ չմնալու համար ինչ-որ բան է լուրջ նկարում։ Սամվելը դասերը հաճույքով է սովորում եւ դրանում հաստատ քիչ չէ մայրիկի ներդրումը։ Վերջինս իր հերթին անում է ամեն բան, որպեսզի որդին սիրի դպրոցն ու հարգանքով վերաբերվի ուսուցիչներին։ Ծնողը շատ կարևոր նշանակություն ունի այդ եռանկյունի մեջ, որովհետև կարելի ասել ծնողից է մեծ մասամբ կախված երեխայի վերաբերմունք ուսուցիչների նկատմամբ։ Միշտ շատ նյարդայնանում եմ, շատ զայրանում եմ, երբ որ ծնողը ինչ-որ բան ուսուցչի արածը դուրս չի գալիս ծնողին, ու նա երեխայի մոտ կարող է արտահայտվել այդ մասին։ Նա կարող է երեխայի մոտ ուսուցչի ասածի հակառակը ասել, հա։ Ես ինքս էլ բազմաթիվ այսօր մեր դասագրքերը այնպիսին են, որ ինչ ուզենաս կգտնես այնտեղ ոչ լավ իմաստով, հա, թե բառապաշարի իմաստով, անհարիր առաջին երկրորդ դասարանի երեխաներին, թե տեքստի բովանդակության վերաբերյալ, բայց երեխայի մոտ պիտի ձգտես չասել այդ ամենը։ Այսինքն դպրոցը պիտի մնա շատ բարձր հարթության վրա, նույնիսկ եթե ուսուցչի ասածը քեզ դուր չի եկել, ուսուցչի մեթոդը քեզ դուր չի եկել, երեխայի մոտ չի կարելի ցույց տալ։ Պետք է գնալ առանձին երեխայից այն կողմ, ուսուցչի հետ քննարկել։ Հաղորդավարուհու կարծիքով ծնողները պետք է մասնակցեն դպրոցական կյանքին չափավոր, այնքան որ տեղյակ լինեն երեխայի առաջադիմությանը, խնդիրներին կամ հաջողություններին։ Լուսինեն հիշում է, որ թե դպրոցում, թե բուհում երբևէ գնահատականի համար չի վիճել։ Նրան առհասարակ միևնույն էր, թե ինչ կստանա։ Հավատում է, որ իրական գիտելիքը գնահատականով չի չափվում, բայց միևնույն ժամանակ հիշում է, թե ինչպես էին շատ մայրիկներ վիճում, անգամ կռվում ուսուցիչների հետ, այն էլ երեխաների ներկայությամբ, իրենց երեխաների գնահատականների համար։ Այդ ամենը իմաստ չունի։ Հետո ժամանակի ընթացքում, երբ դու ինչ-որ բանի հասնում ես կամ ընդհակառակը չի հաջողվում, չես հասնում, ոչ ոքի հետաքրքիր չի քո գնահատականը, բայց գիտելիքը հետաքրքիր է։ Այդ իսկ առումով ես կողք եմ քաշված, որքան էլ տեսնում եմ, որ այս անգամ դասարանում այս մի երեխան, թեպետ մենք դասը շատ լավ սովորել էինք, բայց ավելի բարձր գնահատական ստացավ, քան նա, ինչ որտեղ տրամադրության անկում կա կամ եւ այլն, ես դա փորձում եմ ուրիշ կերպ անել։
Կարդա, լավ կարդացիր, ես քեզ նվեր եմ առնում այսօր, կեցես, այս քո գնահատականն է։ Տնային առաջադրանքները կատարված են, կարելի է և բակ իջնել, բակում խաղալը, հեռուստացույց դիտելը, ցանկալի խաղալիքը կամ խաղը գնելը, Լուսինեն համոզված է, որ ուսումնական գործընթացում երեխաներին խրախուսել է պետք։ Միշտ ինձ կատակով ընկերներս ասում են կոռուպցիա ես դասերակում քո երեխաների մեջ, սովորեցնում ես կոռուպցիային, բայց չէ, եթե երեխան իր կամքով չես ստիպելու տհաճությամբ, բայց երբ նրան ինչ-որ բան ես խոստանում, որ հա լավ սովորի, լավ գնահատական ստացի, կամ այսօր լավ կարդա ինձ դուր գա, ես քեզ նվեր կառնեմ, քո ուզած բանը, կամ երբ ինչ-որ բան տեսնում է ուզում է, ես ասում եմ դու պիտի աշխատես սրա համար։ Այսքան կկարդաս, ես գոհ կլինեմ կարդալուց, դու քո ուզածը կստանաս։ Այսպես թե այնպես ծնող ես պիտի տանես։ Հասկանես, չունես իրավունք չտանելու, չունես իրավունք խաղալիքը իր ուզած չգնելու, բայց այստեղ մի քիչ այդ ծնողական խորամանկությունը անհրաժեշտ է, որպեսզի դու դրա համար նաև երեխային ստիպես աշխատել։ Ես չեմ սովորեցնում կոռուպցիա, ես սովորեցնում եմ աշխատել։ Այսինքն իմանալ, որ դու պիտի աշխատես ինչ-որ բանի հասնելու համար, եւ քո աշխատանքը պիտի պարգևատրվի անպայման։ Սամվելն ու Միքայելը քիչ ուշ կբարձրանան տուն, ավագ եղբայրը կկրկնի դասերը, կընթրեն ու կգնան քնելու, իսկ մինչ այդ նրանց մայրիկն ամփոփելով մեր զրույցը մի շատ կարևոր կոչ է անում բոլոր ծնողներին։ Ես ամեն ինչ պիտի անեմ, որ իմ երեխաները գիտելիք ստանան, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում եմ, որ մանկություն ունենան։ Ծնողներ կան, որ վայ չկեղտոտվի, վայ, ես ինչ 5 րոպեն մեկ կբերեն տուն կլվանան ձեռքերը, այս ինչպես կարելի է ոտքերդ կեղտոտե, ինչպես կարելի է, չէ։ Խաղում է պիտի կեղտոտվի, խաղում է պիտի փոշոտվի, կռիվ չի կարելի անել, դրսում վատ բառ չի կարելի օգտագործել, կողմ եմ, դաստիարակված երեխան շատ լավ բան է, բայց տղա երեխան հատկապես մի քիչ էլ պիտի տղա լինի, եւ թող կեղտոտվի, եւ թող երբեմն կռիվ անի, եւ թող երբեմն ինչ ուզում է թող անի, թող մեկ-մեկ էլ պատժվի, թող մեկ-մեկ էլ սխալվի, այդ ամեն ինչը հետո չի լրացվում ոչ մի բանով։ Նույնիսկ այդ գիտելիքը շատ կարևոր է, հա, տեղը, բայց չափի մեջ։ Նույնիսկ այդ չափից դուրսը դպրոցական ծրագրից դուրսը հետո կկարողանաս վերականգնել, բայց այն ինչ որ դու մանկության ընթացքում խաղի միջոցով կձեռք բերես, էլ երբեք չես կարող ձեռք բերել։ Հայտնի մայրիկների ու հայրիկների հետ հանդիպումների սպասեք Հայ մայրիկի առաջիկա թողարկումներում եւս։ Ես հավատում եմ, որ նրանց փորձն ու գիտելիքները կարող են օգնել գուցե ոչ այնքան փորձառու մայրիկներին լուծել մեծ ու փոքր խնդիրներ։